Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները անցկացվում են բևեռացված միջավայրում, սա միջազգային, ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական դիտորդական առաքելության գնահատականն է, ըստ որի քարոզչական խոսույթը ունի պառակտող և կոշտ բնույթ։ Իսկ ինչպես կբնութագրեն ավարտին մոտեցող ընտրաշավը մեր տեղական դիտորդները, որոնք հյուրընկալվել են «Առավոտի առերեսում» հաղորդաշարի տաղավարում, և այսպես այսօր առերեսվում են «Արդար-քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը, սա երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության դիտորդական առաքելությունն է, որը հավատարմագրել է 285 դիտորդ։ Եվ «Ազատ-քվե» դիտորդական առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանը, այս առաքելությունը միավորում է երիտասարդները հանուն փոփոխության քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, մենք Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը և հավատարմագրել է 56 դիտորդների։ Ուրեմն եկեք նախ խոսենք մթնոլորտի մասին, որում ընթանում է այս ընտրարշավը։ Քարոզարշավը կարելի է ասել, որ չընթացավ բովանդակային բանավեճերի ու գաղափարական մրցակցության հարթության վրա, այլ հաճախ վերածվեց իշխանություն, ընդդիմություն լեզվակռվի, թե ձեր դիտարկումները այլ բան են ցույց տալիս։ Շատ լավ։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մենք նախ համամիտ ենք այդ մտքի հետ, որ այո, բովանդակային ծրագրային քննարկումներ տեղի չունեցան, ինչի համար, որ ընտրողը պետք է պատրաստ լինել ծրագրին, դեպի ընդառաջ գնալ ծրագրին եւ գաղափարին, սակայն մենք տեսնում ենք ուրիշ բան, իրար վրա ցեղ շպրտելու, ատելության խոսքի մթնոլորտ ձևավորելու, ավելի բարդ սրացումներ քարոզարշավային այս մթնոլորտում, սակայն անձնավորված եւ անցյալի եւ ներկայի հաշվով անգամ որոշակի միտումներ ապագայի նվիրված, որը որ համարում ենք անթույլատրելի եւ որը որ համարում ենք, որ ապատեղեկատվության եւ ոչ մաքուր մթնոլորտ է ստեղծում ընտրողի կողմնորոշման եւ դիրքորոշման համար։ Տեսեք, խոսույթի վերաբերյալ այն հաճախ կիրառում են նաեւ պաշտոնատար անձինք այն պայմաններում, երբ որ մայիսի 14-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակեց նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ պարզաբանում եւ ընդգծել էր մասնավորապես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից բարեկիրթ եւ հարգալիր վարքագիծ ու զսպվածություն դրսեւորելու հնարավորինս ձգտելու կարեւորությունը։ Չնայած դրա, տեսնում ենք, որ անպատշաճ խոսույթը շարունակում է եւ նույնիսկ երբեմն վերածվում է ագրեսիվ վարքագծի եւ անձնական թիրախավորումների։ Սա բնական է ընտրարշավի համար, թե այնուամենայնիվ ինչ որ այլ դիտարկումներ կան։ Կուզենայի առաջին նշել մեր դիտորդական առաքելությունը իրականացնում է կարճաժամկետ դիտորդական առաքելություն, այսինքն ամբողջային վերլուծություն կամ դիտարկում չեն կարող անել։ Առաջին հարցին անդրադառնամ, որը կապված էր բովանդակության մասով, ցավոք սրտի այո կա որոշակի խնդիր, որ շատ դեպքերում ավելի անձնային պայքար է լինում եւ ոչ թե ծրագրային, դրա ամենավառապացույցը այն է, որ ԿԸՀ-ում 18 կուսակցությունից 8-ի մոտ բացակայումած նախընտրական ծրագիրը ավելի շատ մեծ դիտողների համար ասեմ, որ ընտրության հայտ ներկայացրած ուժերից միայն 11-ի ծրագրերն են հրապարակված, մասնավորապես չեն հրապարակել Բոլորին դեմ եմ կուսակցությունը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, Նորուժ կուսակցությունը, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցությունը, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստան դաշինքը, որքան էլ զարմանալի է, եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Խնդրեմ շարունակեք։ Եվ հավելում իսկ ներկայացրածների մեջ կան ուժեր, ովքեր թերի են ներկայացրել, գրված է, որ 7 կետով է նախընտրական ծրագիրը ներկայացված, բայց իրականում 6 կետ է նշված ու նշված է միայն մեկ նախադասությամբ, ինչը ինձ թվում է, որ այդքան էլ լավ չէ ու հնարավորություն չի տալիս ընտրող անունը չեք նշում, որ հակաքարոզչություն չդիտվի։ Ասած չեմ հիշում անունը, բայց կարծում եմ ԿԸՀ-ի կայքում հրապարակված է, բոլորը կարող են նայել։ Ատելության մթնոլորտի հետ կապված էլի կխուսափեմ գնահատական տալ, բայց կա խնդիր, որ անհանդուրժող են ուժերը միմյանց նկատմամբ։ Մենք տեսնում ենք երկու ստիկ, որ երբեմն օգտագործում են բառեր, որոնք ցանկալի չէր լինի հանրային տիրույթում, որ գործածվեին։
Դե լավ, սա է մեր իրականությունը, եկեք խոսենք մեկ այլ մտահոգիչ երևույթի մասին, որի հետ կապված միջազգային դիտորդներին եւս մտահոգություններ են փոխանցվել։ Խոսքը վարչական ռեսուրսների չարաշահման եւ ընտրությունից կարճ ժամանակ առաջ ներդրված բյուջետային հավելավճարների վերաբերյալ, նաեւ պետական պաշտոնական գործունեության եւ նախընտրական քարոզչության միջև հստակ տարանջատման բացակայության վերաբերյալ։ Ձեր երկարաժամկետ դիտորդական առաքելությունը ձեզ եւս հասել են նման, այսինքն ես կարդացել եմ ձեր զեկույցը, գիտեմ, որ այո, մեր դիտորդական առաքելությունը իրականացնում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ դիտորդների միջոցով եւ այդ երկու խողովակները թույլ են տալիս մեծ արձանագրել մեծ փաստեր հատկապես ընտրախախտումների վերաբերյալ եւ մենք գործարկեցինք usevote.live կամ արդար.kv.hi գայքը, որով որ հավաքագրվում է այսօրվա դրությամբ ունենք շուրջ 283 արձանագրված ընտրախախտումներ, որոնցից top ընտրախախտումները դա ապօրինի քարոզչությունն է եւ վարչական ռեսուրսների շահագործումը, չարաշահումը, քարոզչության կարգի խախտումներ, ատելության խոսքի եւ ճնշումների արկայությունը, որը որ փաստում է նրա մասին, որ ընտրաշավը այնպիսի ուղղվածությամբ չի գնում, որը որ մենք կուզենայինք, կցանկանայինք ժողովրդավար եւ օրինական իր Հայաստանի Հանրապետություն իրականացվեր։ Հետևաբար մեր դիտորդական առաքելությունը մեզ կարողանում է աջակցել, որպեսզի մենք բացահայտենք այնպիսի դեպքեր, որոնց մասին խոսում են նաև միջազգային դիտորդները եւս, մենք հետևում ենք այդ ընթացքին։ Սա մեզ համար անընդունելի է եւ ասենք, որ այդ ցուցադրված 283 ընտրախախտումները ոչ միայն 283-ն են, այլ դրա հետևում կա թաքնված մի ահռելի մեծ աշխատանք մեր փորձագետների եւ թիմագիտների շնորհիվ, որոնք ստացել են շուրջ 385 ընտրախախտումների արձագանքներ, սակայն կային նմանություններ, կային թերի տվյալներ, որոնք եւ զտելով հասանք 284 տվյալի ընտրախախտման։ Մեր դիտորդական առաքելությունը հիմնականում շեշտը դնում է երիտասարդների ներկայացվածությանը եւ որպես տեխնացուներ, այսինքն ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ եւ пассив մասնակցությամբ որպես ընտրողներ, հետեւաբար մեր դիտորդական առաքելությամբ մենք փորձում ենք դիտորդական առաքելությունը դարձնել ընտրական եւ իրավական կրթական հարթակ, որտեղ ընտրողը կարող է նաեւ իր իրավագիտակցությունը բարձրացնել, իր ընտրական իրավունքի մասին մեծ տեղեկատվություն ստանալ, որը ցավոք սրտի այսօր Հայաստանում այդքան էլ զարգացված չէ եւ մարդը ընտրողը ցավոք սրտի չգիտի թե ինչու եւ ինչպես է կատարվում այդ գործընթացը։ Տեսեք, իրավապահները բավական աչալուրջ գաղտնալսումների եւ այլ միջոցով հետևում են ընդդիմադիրների դեպքում, եթե ինչ-որ խոստումներ են տրվում, օրինակ որ անցնենք իշխանության դու ես պաշտոնը կստանաս, անմիջապես հետևում է պատիժը, մարդիկ հայտնվում են բանտերում եւ գրեթե ամեն օր այդպիսի մի գաղտնալսում է հրապարակում։ Արդյոք տեսնում եք, որ համանուն կամ համարժեք նույնպիսի վերաբերմունք է հնչում նաեւ իշխանամետ կամ իշխանական գործիչների նկատմամբ, երբ որ օրինակ բնակիչներին տալիս են համայնքային խնդիրներ լուծելու խոստումներ, պայմանավորելով դա կուսակցության ընտրվելու հանգամանքով կամ բարենպաստ քաղաքացիական նախաձեռնություններ են հրապարակում, օրինակ ինչպես այդ վարորդների պատմություններ, հա, ալկոհոլի պատճառով խմած վիճակում վարելու պատճառ, որի մասին նախորոք չէր ազդարարվել եւ հիմա փաստորեն այս փուլում է իրականացվում կասկածի տակ դնելով վարչական ռեսուրսի էլի օգտագործման հանգամանքը։ Կին հոմանելով, որ ամեն դեպքում մենք երկարաժամկետ դիտորդություն չենք անում, բայց իմ գործընկերները դիտորդական առաքելությունները բազմիցս անդրադարձել են այս խնդիրներին ու որոշները արդեն նախնական զեկույցել են հրապարակել, կան եթե նման դեպքեր կան, ապա իհարկե քննադատելի են ու պետք է պայքարել ու փորձել, որ նման դեպքերը բացառվեն։ Ձեր զեկույցում դուք անդրադարձել եմ, գիտեմ, որ ֆիքսել եք, որ նման դեպքեր կա, բայց այսպիսի դեպքերի մասին, որ էլի դիտորդական կազմակերպությունների զեկույցներից եմ ահազանգեր եմ, որ թաղապետարանների աշխատակիցները, համատիրությունների աշխատակիցները լծվել են, այո, ընտրողների տվյալների հավաքագրման եւ դրա հետ միասին նաեւ քարոզչության դեպքեր են անում, չգիտեմ, եւ ուղղակիորեն հարցնում են, թե որ ուժի օգտին են պատրաստում քվեարկել
էլ կոնկրետ այն համայնքում, որտեղ ես բնակվում եմ, հենց ինքս նման բանի բախվել եմ, իսկ ձեր ահազանգերը ինչ են ցույց տալիս։ Մեր ահազանգերում եւս տեղ են գտել նմանատիպ խնդիրները, որպես ընտրախախտումներ եւ դրան ավելացնեմ նաեւ դպրոցների ստաֆի աշխատակազմի չարաշահումը, այո, կրթական բոլոր համակարգի, անգամ մշակութային տների եւ այլն, եւ մի գործոն է ձևավորվել մեր ժողովրդի մեջ, կարծես թե լավություն են անում այդ կուսակցությանը, սակայն իհարկե դա անձի պատասխանատվությամբ է արդյունքը ամրագրվում, այնպես որ ես խորհուրդ կտայի նմանատիպ բաներից զերծ մնալ, թեկուզ չակերտավորա մեր ժողովրդական լեզվով, որ ասում են լավություն են անում տվյալ կուսակցությանը դիմավորելու, աջակցելու գործում, չէ որ քո տվյալ դիրքը թույլ չի տալիս զբաղվել։ Արդյոք տեսեք վարչապետը օրինակ ինքը ասում է, որ ես ատում եմ վարչական ռեսուրսը, այսինքն գուցե դա ուղղորդված չի իրոք մարդկանց սեփական նախաձեռնությունն է։ Դրա համար եմ ասում, երբեմն վերագրվում է, որ անձնական նախաձեռնություններ են լինում, մենք դա չենք կարող իհարկե փաստել անձնական, թե հրահրված, թե պարտադրված գործողություն է, այնուամենայնիվ սա վարչական ռեսուրսի չարաշահում ենք դիտարկում, հատկապես որ դրան ներառում են նաև անչափահասների շրջանակը 12-ից 17 տարեկաններին, ներառում են ոչ թե ընտրական գործընթացի պայմանները սովորեցնելու, իրավագիտակցություն բարձրացնելու համար, այլ ընդգրկում են որպես ցուցադրման եւ մշակութային մասի բավարարման համար, որը որ մենք քննադատվող այսպես երևույթ ենք համարում եւ պետք չէ որևէ անձի վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելի այսպես տարեր պարունակող վարք դրսևորել, ինչը թե ինչ որ մի կուսակցությանը լավ տպավորություն է փորձում թողնել։ Տեսեք, այն խնդիրը, որի մասին ձեր զրուցակից անդրադարձավ, երեխաների ներգրավումը եւ շահագործումը քաղաքական գործընթացներում ուղղակի արգելված է ՄԱԿ-ի բազմաթիվ փաստաթղթերով եւ սահմանված չափանիշներով, կուսակցությունները իրենք պետք է հանձն առնեն չխրախուսել կամ հորդորել կամ հարկադրել, հա, երեխաներին մասնակցել քաղաքական հավաքների կամ ցույցերի, հա, ընդհանրապես, բայց ակնհայտ է, որ ոչ միջազգային, ոչ էլ ներպետական իրավակարգավորումները, արգելքներն ու սահմանափակումները բավարար չեղան կանխելու երեխաների քարոզարշավում ներգրավումը։ Ինչու՞։ Ինչ է ձեր սեփական ամեն դեպքում, քանի որ միշտ շեշտում եք, որ ձերը կարճաժամ կետ է, պիտի ասեմ ձեր դիտարկումները։ Նախ եւ առաջ երեխայի լավագույն շահից է բխում նրան քաղաքական գործընթացներից, հավաքներից կամ այլ միջոցառումներից այդ բայլը ու ցավալի է մենք էլ ենք դիտարկել, որ կան դեպքեր, երբ երեխաները ներգրաված են լինում քաղաքացիներին։ Ցավոք սրտի սա պետք է հասկանալ արդյոք կուսակցությունների կողմից ուղղորդված է լինում, թե երբեմն տեսնում ենք, որ երեխաները պարզապես մոտիկանում են այս կամ այն տեխնացուին, իր հետ նկարվում կամ քարտեզ վերցնում, հա։ Օրինակ քարտեզ վերցնում կամ բուկլետ վերցնում, այսինքն սա կա երկու հանգամանք, դա պետք է նաև աշխատանք տարել ծնողների հետ։ Այսինքն բացի նրանից, որ պետությունը ունի աշխատանք ապահովելու, որ երեխաները չմասնակցեն այդ գործընթացներին, նաև ծնողը պետք է հետամուտ ու աչալուրջ լինի, որպեսզի իրենց երեխաները մասնակիցը չդառնան որևէ քաղաքական process-ի։ Տեսեք, բայց մեր խոսքը չի վերաբերում մոտենալուն եւ ճանաչմանը կամ լուսանկարահանմանը, սա նորմալ երևույթ է մեր կողմից դիտարկվում, սակայն այն, որ դասաժամերից օրինակ 10-15 րոպեն տրամադրել, նույնիսկ ավելին են արձանագրել 30 րոպեն տրամադրել, սա ոչ միայն խախտում է տվյալ երեխայի կրթական իրավունքի իրացումը, այլ նաև խախտում է նրան քաղաքական գործընթացների մեջ ներառման դրույթները։ Հետևաբար երեխային ավելի լավ է տանել եւ սովորեցնել, ինչպես է ընթանում քարոզարշավը, ովքեր իրավունք ունեն քարոզ իրականացնելու, այնպես է այս տեխնացուն ինտեգրվում, հա, որպես տեխնացու, ինչպես է առաջադրվում, ինչպես ԿՀ եւ այլն։ Ընտրական գործընթաց բացատրել ի սկզբանե, որը որ ցավոք սրտի հասուն դիտորդներ ենք մենք ներառում մեր վերապատրաստումներում, սակայն այո, պետք է արձանագրել, որ մեր ժողովրդի, հա, մեծ մասամբ մեծամասնությունը տեղյակ չեն ընտրական գործընթացներին եւ իրավագիտակցության տվյալ աստիճանը չունեն, որպեսզի նրանց հետ վերապատրաստումը կատարես օրինակ X մակարդակից։ Մենք հակառակը ամբողջը նորից առաջին քայլերով գալիս հասցնում ենք իշխանությունների սկզբունքներով, այս բացազատումներով մինչև պետական համակարգեր, պետական մարմինների գործունեություն, իրավասություններ եւ ի վերջո ընտրական իրավունքի իրացում կամ
ընտրախախտումների տարբերակում այլ իրավախախտումներից։ Սա նշանակում է, որ կրթական համակարգում պրոբլեմ ունենք քաղաքացիական համայնքի հարթակում, որը որ այսպես փորձում ենք լուծելով առաջ գնալ։ Ցանկանայի հավելել, որ կիսում եմ գործընկերոջս կարծիքը, որ մենք ունենք խնդիր հասարակության ոչ այնքան տեղյակ լինելու մասին գործընթացներից ու ընտրության կարգից, ինքներս հունվարից այս կողմ իրականացնում ենք դասընթացներ, հատկապես առաջին անգամ քվեարկության գնացող քաղաքացիների հետ, որպեսզի բացատրենք գործընթացը սկսած գրանցումից, ստուգելուց իրենց անունները արդյոք ճիշտ եղում են թե չէ, մինչև քվեարկության ավարտը իրենց ինչ քայլեր պետք է իրականացնեն։ Այսինքն սա մեծ խնդիր է, հատկապես մարզերում մարդիկ չգիտեն, այսինքն իրանց լավագույն դեպքում կասեն կգնաք քվեարկեք, ընկերները կամ բարեկամները կամ իրանք կարող է չիմանալ, որ այդ օրը ընտրություն կա։ Խնդիր ունենք, որ մարդիկ տեղեկացված չեն։ Հենց այդ ամենին ի լրումն կարող եմ մեր դիտարկումներից մեկը նշել, կանդրադառնամ երիտասարդական ներկայացվածությունը կուսակցություններում, բայց քանի որ մարզերի անունը նշվեց, հենց գուցե դա նաև այն փաստն է ամրագրում, որ կուսակցությունների թեկնածուների մարզային բաշխվածությունը, երբ որ ուսումնասիրել ենք, մեծամասնության մեջ, այսինքն 19 քաղաքական ուժերից 3-ը միայն ունեն ամբողջական տարածում բոլոր մարզերից ներկայացուցիչներ ունեն իրենց թեկնածուների մեջ, սակայն մնացածների մեջ գերիշխողը Երևանն է եւ ակտիվ մարզերից կարող ենք նշել Լոռին, Կոտայքը, Արմավիրը եւ Շիրակը։ Սա եւս ցավալի երևույթ է, քանի որ հետագայում 5 տարի ներկայացվածություն ենք ունենալու ազգային ժողովում որպես օրենսդիր մարմին եւ ամենածանրակշիռ մարմիններից մեկը ես կասեի, հետեւաբար գովելի կլիներ, երբ որ մեր կուսակցությունները մեծ աշխարհագրություն ունենային, լայն աշխարհագրություն։ Այո, եւ հենց այդ ընդգրկվածությունը թույլ կտար, որպեսզի մարդը պատրաստ լիներ, եթե որպես ընտրող պատրաստ ես լինում, հետեւաբար քո ընտրական իրավունքի пассивից անցումը կատարել դեպի ակտիվ ընտրական, այսինքն դառնալ թեկնածու, կարծում եմ ամենահեշտ process-ը։ Էլի ձեզ պիտի հարցուղեմ, քանի որ ձեր զրուցակցի կազմակերպությունը կարճաժամկետ դիտորդական, ինչ է ձեզ արդյոք ձեզ հասել են մտահոգություններ նախընտրական ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ, որովհետև կան նահազանգեր, որ միջազգային դիտորդներին են հասցրել նախընտրական հիմնադրամների բացումից առաջ կատարված ծախսերի եւ արգելված բնեղեն նվիրատվությունների եւ երրորդ կողմի իրականացված քարոզչության, ինչպես նաեւ ենթադրյալ արդեն ասեցի իրավախախտումների քննության հետեւողականության վերաբերյալ։ Անկեղծ ասած նման տեսանկյունից մեր դիտորդական առաքելությունը դեռևս բացահայտումների փուլի մեջ է եւ չունենք պատրաստի որևէ հաշվետվության տար, որը կարող եմ այսօր ներկայացնել, սակայն այո, մեզ մտահոգում է այդ հարցերը, որոնք որ շրջանառվում են մամուլում եւ ընդհանրապես տեղեկատվական դաշտում։ Եթե կարելի է մի հատ հավելում անեմ, ճիշտ է մենք կարճաժամկետ ենք ոնց նշեցինք, սակայն աշխատում ենք մեր գործընկերների հետ եւս եւ ԿՀ-ն ունի սրա պատասխանը, որ մինչև նախընտրական շրջանը, եթե ինչ-որ ծախսեր են արել են, իրանք չունեն այդ գործիքակազմի մեխանիզմները ստուգելու եւ վերլուծելու տվյալ։ Բնականաբար, շատ լավ։ Գուցե ինչ-որտեղ քաղաքական հարցադրում է, բայց դուք տեսնում եք, որ այս ընտրությունները առանձնանում են նաեւ արտաքին աջակցության վերաբերյալ բավական բարձր հայտարարություններով։ Տեսեք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց, մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ ռուսամետ դիրքորոշում ունեցող որոշ հայ քաղաքական գործիչներ գտնվում են կալանքի տակ։ Մայիսին տեղի ունեցած Հայաստանի Եվրոպական միություն գագաթնակ ժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահը աջակցություն հայտնեց գործող իշխանությանը, հետո Միացյալ Նահանգների նախագահը, փոխնախագահը, չգիտեմ, ձեզ համար սա խնդրահարույց է թե չէ։ Խնդրահարույց կլինի այն առումով, որ մարդիկ հնարավոր է ենթարկվեն այդպիսի այցելությունների եւ տեսնեն, թե որ երկիրը ինչ չափով որ ուժին է աջակցում։ Այսինքն սա մի ֆոն է ստեղծելու, որը որ մարդը հնարավոր է շեղվի իր բնականon դիրքորոշումից եւ թեքվի դեպի ավելի լայն շրջանակին, ասի օրինակ, որ X երկիրը եթե աջակցում է, ուրեմն լավը կլինի այս ուժը, գնամ այս ուժին քվեարկեմ։ Սակայն մյուս կողմից մենք այստեղ տեսնում ենք իրավական բաց, որը որ խոսում է այն մասին, որ ընտրություններից քանի օր առաջ ինչպիսի գործողություններ պետք է կամ պարտավոր է կատարել պետությունը
եւ ինչպիսի գործողություններ պարտավոր է չկատարել պետությունը, ինչպես որ այլ ժողովրդավար երկրներում է հիմա տեղի ունենում, օրինակ 60 օր առաջ չի թույլատրվում, ասենք, որևէ թաղամասի շինարարություն սկսել, որը նոր ծրագիր է, ծրագրային դրույթների մեջ չի, կամ այնպիսի խոշոր ծրագրեր, որոնք կառավարության ծրագրի մեջ են, սակայն համընկնում են ընտրաշավի, օրինակ 1 ամիս կամ 2 ամիս առաջ, նախորդում են, եւ դա անթույլատրելի են համարում, դադարեցվում է, մինչեւ որ ամեն ինչը ավարտվի, որ մարդը կողմնորոշվի ոչ թե տվյալ պահին իրականացված գործողությամբ ցուցադրական գուցե ինչ-որ միտեղ, այլ ամբողջ կատարած գործերը քննարկի եւ ընդհանրապես տեխնացուների ծրագրերը եւ տեխնացուների անձերը քննելով կարողանա դիրքորոշում արտահայտել, որովհետեւ մենք արդեն ոչ անմիջական ձևով նրանց դնելու ենք կառավարման ֆոնի վրա եւ ազգային ժողովի ձևավորման եւ վարչապետի պաշտոնի ձևավորումից հետո մենք քաղաքական բոլոր որոշումների իրավունքները հանձնում ենք նրանց։ Սա կարող է քաղաքական հարց թվալ, բայց ասեմ, որ դիտորդական կազմակերպություններից մեկը հատուկ հայտարարությամբ կոնկրետ անդրադարձել է այս հարցին, խոսքը Սանկաղ դիտորդ ընտրական առաքելության մասին է, որը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող աջակցության, հավանության, բովանդակության ելույթները կարող են գնահատվել առավելագույնը որպես վարչական պատասխանատվություն չեն ենթադրող վարքագիծ։ Ինքնին ոչ ստեղծում են սահմանադրական կարգի տապալման վտանգ, ոչ էլ նպաստում են ինստիտուտների զարգացմանը, սակայն կրում են ներքին գործընթացիների, քաղաքացիների ինքնիշխան իրավունքի հանդեպ անհարգալից բնույթ եւ չպետք է խրախուսվեն։ Ձեր դիրքորոշումը։ Կրկին կհամաձայնեմ գործընկերոջս հետ, մենք ունենք այստեղ որոշակի օրենսդրական բաց, որը ամբողջությամբ չի կարգավորում գործընթացներն ու կառավարության մեջ որոշ բացեր է թույլ տալիս կուսակցություններին եւ դաշինքներին։ Իսկ գործընկերոջս մասով կարծում եմ այո, ցանկացած խոստում կարող է ազդեցություն ունենալ ընտրողի վարքագծի եւ վերջնական որոշման վրա եւ դա գիտակցելով քաղաքական ուժերն ու ներկայացուցիչները պետք է զուսպրնեն եւ ավելի չափավոր խոսքով հանդես գան։ Մեր այս հատվածը ամփոփելով ինչ կանխատեսումներ ունեք հունիսի 7-ի քվեարկության վերաբերյալ տեղամասերում շարունակվելու է այս լարվածությունը, որ բնորոշել է քարոզարշավին, թե գուցե արդեն ամեն ինչ ավելի հանդարտ կլինի։ Հետաքրքիր կլինի մեկ շաբաթ անց տեսնել ձեր կանխատեսումները որքանով կիրականանան։ Սկսեմ կանխատեսումները անշարակալ բանն է, որ ավանդական հարցից պատասխանից կանխատեսումը լինելու կարծում եմ։ Չէ, այսինքն դուք էլ չեք ցանկանում կանխատեսում անել, լավ է, դեպքում մեր զրույցի վերջում այս քարոզարշավը մի քիչ դիտորդական կազմակերպությունների համար էր նոր պայմաններում անցնում, որովհետև խստացվեց օրենսդրությամբ հենց տարեսկզբում դիտորդական կազմակերպություններին ներկայացնող պահանջները, ներդրվեցին չեզոքության ապահովման լրացուցիչ պահանջներ, այդ թվում գործունեության վերաբերյալ հաշվետվությունների եւ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունների ներկայացման պահանջը, չգիտեմ, ինչպես այս պայմաններում աշխատել է, երբ որ անընդհատ բան են անում, այսինքն այս դիտորդի, ես ինչին, իր ամուսինի ինչ-որ միտեղ ընդգրկված է, ինքը ֆեյք դիտորդ է, անդադ մենք լսում ենք նման մտավախ բաներ, կշտամբանքներ։ Այո, քանի որ իրավական առումով անձնական պատասխանատվություն գոյություն ունի, հետևաբար ընտանիքի անդամի ուղղվածությամբ դիրքորոշմամբ մենք չենք կարող դատել մյուսի դիրքորոշումն ու գնահատումները ընդհանրապես ընտրական գործընթացների եւ քաղաքական գործընթացների շուրջ, հետևաբար ես դա դիտում եմ անհարգալից վերաբերմունք առնվազն մարդու իրավունքների հանդեպ, քանի որ տվյալ մարդու գործողությունը միայն թույլ կտա ենթադրություն կատարել կամ հաստատել տվյալ մարդու դիրքորոշումը։ Սա այս մասով, ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոշ մասերով այո, բարդացրել է իրավիճակը, սակայն տանում է դեպի թափանցիկություն։ Մասնավորապես մենք կարողանում ենք իրար դիտորդների դիտարկել, տեսնել, թե քանի դիտորդ ունեն, ովքեր են նրանք, անուն ազգանունները եւ կարող ենք նույնիսկ նրանց Facebook-յան էջերը հետևել եւ այլն։ Սա թույլ է տալիս մեկս մյուսի հանդեպ նաեւ վերահսկողական մեխանիզմ կարողանալ կիրառել կամ պարզապես համագործակցել իրար հետ։ Սակայն այն, որ
օրենքով սահմանված է դիտորդի չեզոքությունը, անկողմնակալությունը, քարոզչություն կամ հակաքարոզչություն անելու արգելանքը, մենք չենք տեսնում այստեղ բավականաչափ կամ բավարար մեխանիզմներ, որոնք թույլ կտա դրանք վերահսկել եւ այո, երբ որ բացահայտվի, որ տվյալ դիտորդը որևէ կողմնակալ դիրքորոշում է հայտնում իր սոցիալական դաշտում կամ ընդհանրապես հասարակության մեջ, ապա նրան զրկել իր հավատարմագրումից, այսպես ասած։ Այստեղ մենք խնդիր ունենք։ Նշանակում է այն դիտորդները, ովքեր շատ ակտիվ չեն եւ երևացող դեմքեր չեն, հանգիստ կարող են քարոզչություն կատարել եւ մեր աչքից վրիպել։ Սակայն մենք, որպես դիտորդական առաքելություն, կարծում եմ, մեր գլխավոր պարտավորությունը չի իրար վերահսկել եւ տեսնել, թե ում է ներառել որպես դիտորդ տվյալ առաքելությունում։ Սա ավելի բարձր մարմնի աշխատանք է, մասնավորապես կարող է լինել ԿՀ, կարող են լինել իրավապահ մարմինները, որոնք որ լծակներ ունենան նայելու։ Մեզ թվում է այս ավտոմատացումը, թվայնացումը դիտորդների դեպի լավ շրջանակ է, դրական շրջանակ է, բայց մյուս կողմից բացասականը այն է, որ միայն ոնց որ ստուգվում է, թե տեխնացուների շարքում ինքը առկա է, թե ոչ եւ վերջ, բայց չէ որ կարող է կուսակցության անդամ լինել, կարող է կուսակցության աջակից լինել, պարզապես քարոզող մարդ լինել։ Այս դիտարկումներում մենք էլի օրենսդրական բաց ենք դիտարկում։ Վերջին հարցը տեսեք, անդրադառնամ հարցին, իրականում օրենքի խստացմանը միանշանակ կողմ ենք, քանի որ նախկինում եղել են բավականին ոչ հաճելի միջադեպեր դիտորդական առաքելությունների հետ, ու այդ թվում նաև ֆինանսական միջոցների հանրայնացումը պարտադիր բանջ պետք է լինի բոլոր դիտորդականների համար։ ԿՀ-ն վերջին ընտրություններին շատ ավելի թափանցիկ ու ավելի համագործակցային է հիմա աշխատում։ Իհարկե երբեմն վարչավարական խնդիրներ են լինում, օրենքը սխալ մեկնաբանելով, մեր առաքելությունը ամենասկզբից չէր հավատարմագրվել, որտեղ մեր գործընկեր կառույցի կանոնադրության մեջ չկար ուղիղ մեջբերումներ։ Հարցը իդեպ հենց այդ մասին էր լինելու, որովհետև հիմա կազմակերպությունները կարող են հավատարմագրում ստանալ պայմանով, որ իրենց կանոնադրական նպատակներում ընտրությունների նշանակմանը նախորդող առնվազն 1 տարվա ընթացքում պիտի ներառած լինեն ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Իդեպ ինքը ԺՀՄԻԳ-ը նշում է, որ սա հակասում է իրենց նախկինում ներկայացրած առաջարկությանը։ Այս մասով ասեմ, մեր կանոնադրության մեջ կար հենց մարդու իրավունքների եզրույթը եւ թե ժողովրդավարության եզրույթը։ Մեր գործընկեր կազմակերպության կանոնադրության մեջ կար ժողովրդավարության վերաբերող հարցեր։ Այսինքն ԿՀ-ն սխալ մեկնաբանություն էր արել վարչավարական եւ ասել էր պետք է հենց եզրույթ բառը դրված լինի, սակայն օրենքը չի ասում եզրույթ, ասում է ժողովրդավարության վերաբերյալ հարցեր ներառի կանոնադրական նպատակների մեջ ու վարչական դատարանի որոշմամբ չեղալ է համարվել նախկին որոշումը, այսինքն դատարանը եւս համարել է, որ մեկնաբանությունը սխալ է տրվել։ Շատ լավ, հուսով եմ հունիսի 7-ի ընտրությունները կանցնեն ավելի խաղաղ ընտրաշավներ, ես նորից ուզում եմ կոչ անել մեզ դիտողներին հունիսի 7-ին անպայման գնալ ընտրատեղամասեր, չքվեարկելով ի վերջո ձեզ զրկում եք հետագա տարիներին թե իշխանությունից եւ թե առնվազն խորհրդարանական ընդդիմությունից դժգոհելու լեգիտիմ իրավունքից։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ այսօր առերեսվեցին Ազատ քվե դիտորդական առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանը եւ Արդար քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Առերեսումը վարեց Աննա Իսրայելյանը։